Անունս Կարեն է, ես Արտաշատից եմ եկել, առաջնահերթ նպատակը պատարակն է, առաջնայինը, որ իսկ մնացածը ոնց որ երկրի ղեկավարն ասես, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եկեղեցին ազատագրելու հարցում ես կանգնած եմ իմ պետության եւ եկեղեցու կողքին։ Նպատակը դա է։ Ինչու է դա կարևոր, որովհետեւ օրինակ Մայրաթորից էլ հայտարարում են, որ սա հարձակում է Մայրաթորի վրա, սրբությունների եկեղեցու վրա։ Ուրեմն Գարեգին բն կամ իր հետի հետ իրենց շայք են, ոչ մի կապ չունեն եկեղեցու հետ։ Եկեղեցին էսա, ինչ որ տեսնում եք, եկեղեցին մենք ենք, ժողովուրդն է, հայրարամն է, ով որ ճշմարտության հետևից գնաց եւ փորձեցին իրան վարկաբեկեն եւ կարգալության այն։ Եկեղեցին էսա, պարզ դնում եք եկեղեցին։ Մնացած Գարեգին բան կապ չունեն դրանք, իրանք եկեղեցու հետ ընդհանրապես մաֆիա է, շատ վաղուց էլ գիտեին, բոլորը շատ վաղուց գիտեին։ Ուղղակի պահ պետք է հասունանալ, որպեսզի այս գործողությունները ընթաց ստանային։ Պաշտպանելու եք Տերարամի իրավունքները, շահերը, որովհետև Տերարամին արդեն քանիցից զգուշացրել են, որ եկեղեցին իրավունք չունի մնալու, քանի որ կարգալույց է նաև այսօրվա պատարագի հետ ասում են, որ խնդրահարույց է եւ այսպես շարունակ։ Հենց իմ գալով ես ապացուցեցի, որ կանգնում եմ Տերարամի կողքին, այո, աջակցում ենք ու թույլ չենք տա, որպեսզի սենց ամեն կիրակի գնանք միջև որ այս հարցը լուծվի, ոնց որ վարչապետն ասել, ոնց որ ես եմ ասում, բացի վարչապետից, որ Վեհարանը պետք է ազատվի Գարեգին Բ-ից եւ իր նման չեմ ուզում վատ բառով ասեմ, բայց իր նմաններից